Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված ներգաղթյալների զանգվածային կալանավորման ծրագիրը ձախողվել է։ Եվ այսպես նախատեսվում էր ավելացնել հարյուրավոր նոր մահճակալներ ներգաղթային կալանավայրերում, սակայն վերջին տվյալներով պայմանագիրը չի կնքվել։ Ըստ մեր աղբյուրների, մասնավոր բանտային ընկերություններից մի քանիսը, որոնք պետք է մասնակցեին ծրագրին, հրաժարվել են ֆինանսական կամ իրավական անորոշության պատճառով։ Նոր վրանային կենտրոնի կառուցման միլիարդավոր դոլարներ արժողության պայմանագիրը ևս չեղարկվել է։ Դաշնային դատական որոշումները պահանջում են, որ ներգաղթյալների կալանավայրերն ապահովված լինեն հիմնականում հիգիենիկ ու բժշկական պայմաններով, ինչը դժվար է վրանային կառույցներում։ Իսկ հիմա այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Նոր խստացումներ մասնագիտական վիզաների գործընթացում, ինչու են մատնահետքը եւ այլ անձնական տվյալներ պահանջում, վարորդական իրավունք առանց փաստաթղթերի, ԱՄՆ նահանգների նոր օրենքները, ինչ են տեսել կոնգրեսի անդամները կալանավայրերում եւ ինչ են պատմում ներգաղթյալների մասին, կիմանաք մի քանի րոպեից։ ԱՄՆ-ում աննախադեպ դատավարություն է գնում, դատավորը կանգնած է ցմահ ազատազրկման շեմին։ Լոս Անջելեսում կազմակերպված գողություններ են տարածվում, թիրախում տարեցներն են։ Լոս Անջելեսը կրճատում է 1600 աշխատատեղ, ինչպես է քաղաքապետը փորձում փրկել բյուջեն։ Թրամփի երթմնակալության միջոցառման համար հավաքվել է ռեկորդային 239 միլիոն դոլար։ Թրամփը պատրաստ է մեղմել Չինաստանի մաքսերը, բայց մեկ պայմանով՝ արդյոք Պեկինը կհամաձայնվի։ Նյու Ջերսիում անտառային հրդեհը հասել է հազարավոր հեկտարների, մարդկանց տարհանում են, ճանապարհները փակ են։ Եվ վերջում ձեզ կպատմենք, թե ինչու են հազարավոր բլոգերներ լքում TikTok-ը, ինչ է իրականում թաքնված գեղեցիկ հոլովակների հետևում, ինչքան են վարձատրվում ինֆլուենսերները եւ ինչու է նրանց կյանքը լի անհանգստությամբ ու անորոշությամբ, այնպես որ թողարկումը դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները, կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Վերջին շաբաթների ընթացքում Թրամփի վարչակազմը սկսել է խստացնել մասնագիտական աշխատանքային վիզայի վերահսկողությունը, սկսել են հանկարծակի պահանջել մատնահետքեր եւ այլ անձնական տվյալներ, նույնիսկ այն դեպքում, երբ նախկինում դա պարտադիր չէր։ Սա շփոթություն ու անհանգստություն է առաջացրել թե դիմորդների եւ թե ներգաղթի իրավաբանների համար։ Նախկինում մասնագիտական աշխատանքային վիզան թույլ էր տալիս գործատուին ժամանակավոր աշխատանքի հրավիրել օտարերկրացի մասնագետների, հատկապես տեխնոլոգիական, ֆինանսական եւ առողջապահական ոլորտներում։ Ամեն տարի տրամադրվում էր 85,000 վիզա, որոնցից 20,000-ը մագիստրոսի կամ ավելի բարձր կրթություն ունեցողներին։ Ծրագիրը տարիներ շարունակ եղել է քաղաքական բանավեճի կենտրոնում։ Կողմնակիցները նշում են, որ այն օգնում է լրացնել բարձր որակավորում պահանջող աշխատատեղերը, իսկ քննադատներն ասում են, որ դա նվազեցնում է տեղացի աշխատողների հնարավորությունը ի նպաստ ցածր վարձատրվող օտարերկրացիների։ ԱՄՆ-ում ներգաղթի քաղաքականության շուրջ ընթացող բանավեճերը նոր թափ են ստացել կապված առանց փաստաթղթերի միգրանտներին վարորդական իրավունք տրամադրելու հարցի հետ։ Այս պահին 19 նահանգ, ներառյալ Վաշինգտոնը, թույլ է տալիս առանց օրինական բնակության կարգավիճակ ունեցող անձանց ստանալ վարորդական իրավունք։ Սակայն որոշ նահանգներ առաջարկել են օրենքներ, որոնք արգելում են նման վարորդական իրավունքների ճանաչումը իրենց տարածքում։ Օրինակ, Ֆլորիդան ուժի մեջ է դրել օրենք, որը քրեականացնում է առանց փաստաթղթերի միգրանտներին Ֆլորիդա տեղափոխելը, նույնիսկ եթե նրանք ունեն վարորդական իրավունք այլ նահանգներից։ Այս հակասական մոտեցումները խորացնում են տարբերությունները նահանգների միջև ներգաղթի հարցում, ստեղծելով անորոշություն միգրանտների համար։ Կոնգրեսի մի խումբ դեմոկրատներ այցելել են Լուիզիանայի ներգաղթի կալանավայրեր իրենց աչքով տեսնելու, թե ինչ վիճակում են ներգաղթյալները, եւ այսպես այցելությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կոնգրեսականները նշել են, որ շատ կալանավորներ հոգեբանական ծանր վիճակում են, նրանցից շատերը հաճախ բարձր լացում են։
Խորհրդարանի անդամները պատմել են, որ կալանավայրի ներսում շատ ցուրտ է, մահճակալները անհարմար են եւ շատերը մեջքի ցավ ունեն։ Կալանավորները միայն 1 կամ 2 ժամ կարող են դուրս գալ մաքուր օդի, իսկ մնացած ժամանակը անցկացնում են սառը ու սահմանափակ տարածքում։ Սենատորներից մեկը նշել է, որ մի կին ուսանող կալանավայրում ունեցել է մի քանի ասթմատիկ նոպա, բայց չի ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Մեկ այլ կոնգրեսական էլ քննադատել է իշխանություններին, որ մի կալանավարին թույլ չեն տվել տեսնել կնոջը եւ երեխային ծննդաբերելուց հետո։ Կոստա Ռիկան որոշել է թույլ տալ ԱՄՆ-ից արտաքսված շուրջ 200 միգրանտի 3 ամիս շարունակ ապրել իր երկրում ազատ։ Ու այս ամենը այն դեպքում, երբ նրանք ամիսներ շարունակ եղել են սահմանին առանց իրավաբանական, հոգեբանական ու նաև սոցիալական աջակցության։ Միգրանտների մեծ մասի անձնագրերը առգրավվել են եւ նրանք չեն կարող վերադառնալ իրենց երկրներ, քանի որ այնտեղ իրենց սպասում են քաղաքական հետապնդումներ, բռնություն կամ մարդու իրավունքների լուրջ խախտումներ։ Կոստա Ռիկան առաջարկել է վերադարձնել անձնագրերը, եթե նրանք համաձայնեն մնալու պայմաններին, սակայն թեև նրանք կարող են ազատ տեղաշարժվել, բայց աշխատելու իրավունք չունեն, ինչը դժվարեցնում է ապրուստը։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում։ Անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունը անվճար է։ Պարզապես անհրաժեշտ է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Կալիֆոռնիայում դատում են մի դատավորի, որը մեղադրվում է իր կնոջ սպանության մեջ։ Սա աննախադեպ դեպք է, երբ մեղադրյալի աթոռին հենց ինքը դատավորն է։ Եվ այսպես Օրինջ շրջանի Գերագույն դատարանի դատավորը հարբած վիճակում կրակել է կնոջ վրա, իսկ հետո հաղորդագրություն է ուղարկել իր աշխատակցին, գրելով. «Մեջբերեմ, ես կորցրի վերահսկողությունս, ես կրակեցի կնոջս վրա», մեջբերման ավարտը։ Դատարանում բացահայտվել է նաև, որ մեղադրյալը նախկինում նույնպես ալկոհոլ է օգտագործել աշխատանքային ժամերին։ Նա դատավոր է եղել 2015 թվականից, մինչև այդ ավելի քան 30 տարի աշխատել է որպես շրջանային դատախազ։ Դատախազությունը հայտարարել է, որ ստուգելու է այն դատական գործերը, որոնք երբևէ վարել է, պարզելու համար, թե արդյոք այդ ընթացքում նա սթափ վիճակում է եղել, թե ալկոհոլի ազդեցության տակ է որոշումներ կայացրել։ Հնարավոր է դատավորին ցմահ ազատազրկեն։ Լոս Անջելեսում տարածվում է գողության անսպասելի ու կազմակերպված մի դեպք, իսկ թիրախում հիմնականում տարեցներն են։ Հանցագործները մի կին ու մի տղամարդ մոտենում են զոհերին ամենաանսպասելի պահերին, երբեմն մեքենայից, երբեմն կանգնում դեմ դիմաց փողոցում։ Նրանք սկզբում հարցեր են տալիս, ասում, թե աղոթք են ցանկանում կարդալ կամ գովում են զոհի զարդերը, առաջարկելով իբրև փոխանակել դրանք ավելի լավ զարդով։ Երբեմն մեքենայում երեխաներ են լինում զոհի զգոնությունը թուլացնելու համար։ Այդ ընթացքում շատ հմտորեն ու ակնհայտ փոխում են իսկական զարդը կեղծով կամ էլ ընդհանրապես վերցնում զարդը։ Եթե Լոս Անջելեսում եք, շատ զգույշ եղեք, զգուշացրեք ձեր ծնողներին, պապիկներին ու տատիկներին չշփվել անծանոթների հետ, հատկապես եթե նրանք մոտենում են մեքենայից կամ սկսում են խոսել ձեր զարդերի մասին։ Անհրաժեշտության դեպքում անմիջապես կապվեք ոստիկանության հետ։ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է բյուջեի նոր նախագիծ, որի նպատակն է նվազեցնել գրեթե $1 միլիարդ բյուջետային պակասուրդը։ Ընդհանուր ծախսերը նախատեսվում են 13,95 միլիարդ, այդ նպատակով կկրճատվի 1600 աշխատատեղ։ Քաղաքապետը հայտարարել է, որ աշխատակիցներն ամենակարևոր ռեսուրսն են քաղաքի համար, եւ կրճատումները ընտրվել են որպես ծայրահեղ միջոց։ Ֆինանսական բեռը թեթևացնելու համար նախատեսվում է միավորել վարչություններ, լուծարել որոշ հանձնաժողովներ եւ ժամանակավորապես դադարեցնել շինարարական նախագծերը։ Քաղաքապետը ընդգծել է, որ անօթևանության մակարդակը նվազում է, ինչը վկայում է ծրագրերի արդյունավետության մասին։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։
Դոնալդ Թրամփի երթմնակալության հանձնաժողովը հավաքել է ռեկորդային $239 միլիոն, գրեթե կրկնապատկելով 2017-ի իր առաջին երթմնակալության ժամանակ հավաքված գումարը։ Նվիրատուների շարքում են եղել Ամազոնը, Մետան, Apple-ը, նավթային տեխնոլոգիական, առողջապահական ու նույնիսկ խաղադրույքների ոլորտի ընկերություններ։ Շատերը Թրամփի կողմից հետագայում նշանակվել են բարձրաստիճան պաշտոնների։ Այս ամենը ցույց է տալիս քաղաքականության, բիզնեսի եւ տեխնոլոգիական աշխարհների սերտ կապը Թրամփի նախագահության շրջանում։ ԱՄՆ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումները գնալով ավելանում են։ Դաշնային օրենսդիրները առաջարկում են մինչև $5 միլիոն հատկացնել դպրոցներին, որպեսզի ուսումնական հաստատությունները իրենք մշակեն փորձնական ծրագրեր նվազեցնելու բջջային հեռախոսների բացասական ազդեցությունը ուսման եւ աշակերտների հոգեկան վիճակի վրա։ Յուրաքանչյուր դպրոց ինքը կորոշի, որն է իր համար կարևոր մոտեցումը։ 2 տարեկան տղան 16 ժամ մենակ է մնացել անտառում Արիզոնայի վայրի բնության մեջ, մինչև նրան գտել է տեղացի ֆերմերի շունը։ Փոքրիկը դուրս էր եկել տանից, երբ մայրը զբաղված էր մյուս երեխայով, իսկ հայրը վերանորոգում էր տանիքը։ Որոնողական աշխատանքները ժամեր են տևել, ներգրաված է եղել 40 փրկարար եւ ուղղաթիռ, սակայն երեխային գտել է շունը։ Տիրոջը տարել է անտառ, ծառի տակ, որտեղ էլ քնած է եղել երեխան։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հողմով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Ամերիկյան դպրոցական ծրագրերում ներառված են գրքեր, որտեղ մանրամասն նկարագրված է գեյ եւ տրանսգենդեր մարդկանց պատմությունները։ Այս ամենը առաջացրել է ծնողների դժգոհությունը։ Նրանք պահանջում են, որ իրենց երեխաներին թույլատրեն չմասնակցել այդ դասերին։ Ծրագիրը նպատակ ունի ցույց տալ ԼԳԲՏ մարդկանց պատմությունները ներկայացնելու համար տարբեր մարդկանց առօրյա։ Ծնողները պնդում են, որ այս գրքերը հակասում են իրենց հավատքին եւ դպրոցը պարտավոր է ապահովել ընտրության հնարավորությունը, հատկապես այն դեպքում, երբ դասերը վերաբերում են զգայուն թեմաների։ Դատավորները հիմա քննարկում են, արդյոք այս գրքերը պարզապես տեղեկացնում են ԼԳԲՏ մարդկանց մասին, թե փորձում են երեխաներին ներկայացնել, որ դա ճիշտ եւ ընդունելի աշխարհայացք է։ Թրամփը փոխում է խաղի կանոնները մաքսային քաղաքականության դաշտում, Չինաստանի հետ բանակցություններում կոշտ դիրքորոշման փոխարեն ԱՄՆ-ն կանցնի ավելի համբերատար ու համագործակցային ճանապարհով։ Թրամփը վստահ է, որ Պեկինը կհամաձայնի նոր պայմաններին եւ մաքսերը զգալիորեն կկրճատվեն։ Նա ընդգծել է, որ Չինաստանը եւ այլ երկրներ պարտավոր են պայմանագրեր կնքել ԱՄՆ-ի հետ, եթե ցանկանում են շարունակել առևտուրը ամերիկյան շուկայի հետ։ Թրամփը նշել է, որ տնտեսությունը գտնվում է փոփոխության փուլում, չբացառելով հնարավոր ռեցեսիայի հավանականությունը։ Նա ընդգծել է, որ իր վարչակազմի քաղաքականությունը նպատակ ունի վերադարձնել հարստությունը ԱՄՆ երկարաժամկետ դրական արդյունքների հասնելու համար։ Մասկը հայտարարել է, որ մայիսից ավելի քիչ ժամանակ կհատկացնի կառավարության գործերին։ Նա ասել է, որ ինքը իր բաժին գործը արել է եւ շաբաթական 1-2 օրը բավական կլինի զբաղվել կառավարության հարցերով, իսկ մնացած ժամանակը կկենտրոնանա Տեսլայի վրա։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Տեսլայի ֆինանսական ցուցանիշը սկսեց վատանալ։ Ընկերությունը հայտնել է, որ 2025 թվականի առաջին եռամսյակում շահույթը նվազել է 71%-ով, հասնելով $409 միլիոն, իսկ եկամուտը եղել է 9%, կազմելով $19.3 միլիարդ։ Մասկը նշել է, որ Տեսլայի ապագան նա տեսնում է արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտների եւ ինքնավար մեքենաների ոլորտում։ Նա նաեւ ընդգծել է, որ ընկերությունը նախատեսում է հունիսին գործարկել ռոբոտաքսի ծառայություն եւ մինչեւ տարվա վերջ ներկայացնել լիովին ինքնավար մեքենաներ ԱՄՆ որոշ քաղաքներում։ Նյու Ջերսիի Օուշն շրջանում բռնկված անտառային հրդեհը շատ արագ տարածվում է, հասնելով 3440 հեկտար տարածքի։ Տեղական իշխանությունները տարհանման հրաման են տվել, դուրս բերելով 3000 բնակչի։ Հրդեհը բռնկվել է վայրի բնության պահպանության գոտում եւ միայն 10% է վերահսկվում։ Տարածքում 1300 շինություն վտանգի տակ է։ Զոհեր կամ վիրավորներ չկան։ Garden State Parkway մայրուղու հարավային եւ հյուսիսային ուղություններով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Մարզում արդեն մի քանի շաբաթ է ինչ չոր եղանակ է, ինչը մեծացնում է հրդեհի տարածման վտանգը։ Աշխարհում սոցիալական մեդիան միայն շփման հարթակ չէ, այն նաև եկամտի հսկայական աղբյուր է։ Եվ այսպես, ըստ հետազոտական տվյալների, 2025 թվականին ինֆլուենսերների համաշխարհային շուկայի տարեկան եկամուտը կազմել է $33 միլիարդ, ինչը մոտ 2 անգամ գերազանցում է վերջին տարիների ցուցանիշները։
Այս գումարը հիմնականում գոյանում է հովանավորների վճարված գովազդներից, բրենդների հետ համագործակցությունից, սոցիալական հարթակների վճարներից, բաժանորդագրությունից եւ ինֆլուենսերների կողմից վաճառվող սեփական ապրանքներից։ Այս աճը ցույց է տալիս, թե որքան արագ է համաշխարհային տնտեսությունը անցում կատարում դեպի թվային միջավայր։ ԱՄՆ-ում 1997 թվականից հետո ծնվածների 57%-ը ցանկանում է դառնալ ինֆլուենսեր։ Ասում է, որ այդպես գումար աշխատելը ավելի հեշտ է ու այս միտումը ոչ միայն նահանգներում է, այլ նաև Եվրոպայում ու Ասիայում, որտեղ ավելի գրավիչ է կարիերան, քան օրինակ մյուս ավանդական աշխատաշուկայում։ Այս ամենի հետ մեկտեղ ոլորտում տիրում է լուրջ անկայունություն։ 2024 թվականի սկզբին ԱՄՆ-ում TikTok-ի արգելումը կասկածի տակ դրեց թվային հարթակների վրա հիմնված կարիերայի կայունությունը։ Դրանից հետո հազարավոր բլոգերներ կորցրեցին իրենց հիմնական եկամտի աղբյուրը։ Վերլուծությունների համաձայն միայն 2024-ի առաջին 3 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում նոր ինֆլուենսերների թիվը նվազել է 12%-ով։ Բացի ֆինանսական անկայունությունը, շատ ինֆլուենսերներ նշում են նաև հոգեբանական ու հուզական անկայունությունը եւ իհարկե ճնշումները։ Ինֆլուենսերների 42%-ը հոգեբանական ծանր վիճակում է, լարված է ապրում, ստիպված լինելով հաճախակի հրապարակումներ անել, հարմարվելով ալգորիթմների փոփոխություններին եւ բավարարելով օգտատերերի արագ փոփոխվող պահանջներն ու հետաքրքրությունները։ Բլոգերներից շատերը վերջին տարիներին թողնում են սոցիալական մեդիայի աշխարհը եւ անցնում ավելի կայուն ու կանխատեսելի աշխատանքների, նախընտրելով օրինակ մեդիա, կառավարման կամ մարքեթինգի պաշտոնը։ Նրանց մեծ մասը ընդգծում է, որ ինֆլուենսեր դառնալու երազանքը հաճախ հիմնված է փառքի կամ ֆինանսական եկամտի ակնկալիքների վրա։ Ոլորտն ունի նաեւ ստեղծագործության եւ անկախության մեծ հնարավորություններ նրանց համար, ովքեր գիտակցում են ռիսկերը եւ ունեն եկամտի մի քանի աղբյուր։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։